Սասնա ծռեր, Բ հատոր, Մասն երկրորդ, խմբագրեց ակադեմիկոս Մանուկ Աբեղյանը, աշխատակցությամբ պրոֆեսոր Կարապետ Մելիք Օհանջանյանի։ Ժպատում, Սասնա տուն, պատմեց Քյավառցի Հակոբ Նրգեյանը, գրի առավ 1926 թվականին Խաչատուր Մնացականյանը։ Մհեր Սուքն ու շիվանը քեռի Թորոսի սիրտն է։ Երկար մտածելուց հետո վեր ելավ մի նամակ գրեց Թագուհի պարվուն կապուտ կողը, իրա տղեքի ձեռքը տվեց ուղարկեց, գնացին որպես թե կապուտ կողից բերեն իրանց որբ մնացած մհերը։ Նամակատարները հանձնեցին նամակը պարավ Թագուհուն։ Տղենը պահել տվավ և նամակը կարդաց և սկսեց լաց լինիլ։ Նամակատարներուն այսպես պատասխանեց. աչքերս քորանա, ասես թե երեքի ճակատագիրը մեկ է եղել, երեքն էլ մեկ օրվա մեջ են մեռած։ Գրատարները հարցրին պարավ Թագուհուն, միթե մեր որդի մհերն էլ մեռել է։ Այո, մեռել է։ Գնացողները դատարկ ձեռքով դարձան Սասուն։ Երբ լուրը բերեցին քեռի Թորոսին, քեռի Թորոսը լսածին չհավատաց, ասելով. Պարավը չարություն կանե, տղին պահել է, կուզե Հայաստանի գահը խանգարի, կապուտ կողինը փայլի։ Անցավ ամիսներ, մանավանդ տարիներ, բայց քեռի Թորոսի հոգին չեր հանգչի։ Մի օր մկանչեց. Տղա Ձենովոհան, պատրաստվիր ինձի հետ կապուտ կող պիտի գնանք։ Վեր ելան քեռի Թորոսն ու Ձենովոհանն ու ճանփան կան դեպի կապուտ կող։ Երկար թե կարճ կապուտ կող հասան, երբ ներկայացան պարավ Թագուհուն, վերջինը փառավոր կեղծավոր կերպով գալերն բարի և սքին համար մխիթարություն ասաց։ Թագուհի մայրիկ, ավելացուց քեռի Թորոսը, մեր գալու և տղայի մասին ասիր։ Ինչ ասեմ խնամիկ, միթե առաջի գալողները ձեզ չեն ասաց, որ տղենը նույն օրն է մեռել, որ որ հայրն ու մայր մեռած են։ Տղինը թաղել եք թե ոչ։ Իհարկե, մեռնողը կթաղեն։ Ուրեմն տղայի գերեզմանը ինձ ցույց տուր։ Հիմա տղայի 15-րդ տարին է և նրա պարթևությունը հայտնի է ամենեցուն։ Նրա գերեզմանը 3 թռման շենք կլինի։ Շուտով ներկայացու հողավարքը։ Խորամանկ պարավ, իրա գիտնալով մի մեծ գերեզման ցույց տվավ, որի պրթե դա մհերի տեղն անցնի։ Բայց երբ քեռի Թորոսը գերեզմանի մոտ գնաց, մի ոտքը գլխի մոտ դրավ, սա 1, սա 2, սա 3, ոտքով չափեց 3, լոնք ասաց, տղենը ինձի տուր, թե չէ ճանի տոպրակ կշինեմ քեզ։ Խորամանկ պարավը 20 հոգի մհերի հետ իջացրել է Զերզամին և նրանց պատվիրել է, որ տղայինը արգելք տան դուրս չելնի, խաղալիքները դեմները լցրել, տղենը զբաղվել է դոցանով։ Իսկ քեռի Թորոսը ձայն տվավ. Տղա Ձենովոհան, հրամայիր հայրիկ, գոտիդ պրկիր և գորա, ապա որ օրվան համար է ձայնդ։ Ձենովոհանը կատարեց հրամանը, այնպիսի գոռոց անեց, որ մի օրվան ճանապարհ կլսվեր ձայնը։ Հանկարծ մհերը խաղակիցներուն ասավ համբերեք, սա ինչ ձայն էր, սա կնմաներ իմ քեռիներու ձայնին։ Իսկ խաղակիցները խրատվելով պարավ Թագուհուց տղինը արգելք էին լինում։ Ապա երկրորդ անգամ, որ Ձենովոհանը գոռաց, 20 պատանիները չկարացին տղային արգելք տալ, մի թևով 10, մյուս թևով 10 պատանիներուն պատից կպցրեց և դուրս ելավ։ Այդ րոպեին քեռի Թորոսը և Ձենովոհանին տեսավ, վաստվեց գրկներն ընկավ։ Մեկ մյուսի համբուրեցին և կարոտն առան։ Քեռի Թորոսը հավելցուց. դե իմ սիրելի որդի, շտապիր պապիդ գահը քեզ կսպասե։ Շուտով ուղարկեցին ձիոց իլխինը բերին, որոնց մեջ 7 տարի մնացել էր իրահոր քուրկի ջալլադին։ Իրահոր ձիու սոյից մի ձի պիտի ընտրեն նրան։ Երբ բերին ձիերը լցրին բակի մեջ, մհերը ձիոց մեջ ման կգար։ Մի երկու մինակ քուրիկ մի քացի տվեց մհերին, որ խելքը գնաց։
Երբ ընկած տեղից վեր կացավ, դիմեց դեպի քուրկիկ եւ քուրկիկն էլ դեպի նորան։ Մերը մի գոմբ քուրկիկ գլխինը զարկեց, այս անգամ էլ քուրկի խելքը գնաց։ Խելքը գնալիս սանձը բերանը դրեց եւ կազմվածքը վրա դրեց ու նստեց։ Ուղեկիցներն էլ իրանց ձիանքը նստեցին եւ դուրս եկան քաղաքից։ Սրանք թող ճանապարհ շարունակեն, մենք ձեզ տանենք մի ուրիշ տեղ։ Ճանապարհի վրա Հայաստանի հողի մեջ մի քրիստոնյայից վանք կա, որի մեջ կբնակվեն 20-ից չափ վանականներ։ Թշնամի թագավորներ, որոնք կոտորվեցին Դավթի ձեռքով, նոքա հասկացած են մհերի Հայաստան դառնալը եւ խստիվ պատվիրեցին հիշյալ վանքի վանահորը, որ եթե հիշյալ մհերը ուրիշ ճար չկա այդ կողմով պիտի գնա, վանահայրը պարտավորված պիտի տեղեկություն տա հիշյալ թշնամի 7 պետություններին։ Ու եղավ այդպես։ Երբ ճանապարհորդները մոտեցան վանքին, մի քարքարոտ լեռնամիջով ճանապարհ էր, օրը մթնացել էր։ Քեռի Թորոսը առաջ կգնար, մյուսները հետնուց։ Հանկարծ կանգ առավ քեռի Թորոսը։ Մհերը ձայն տվեց. «Քեռի, ինչու կանգնար»։ Որդի, ես միշտ էլ ասել եմ, որ գետնի հողն ու քարը մեզ թշնամի են։ Ինչպես, քեռի։ Ապա ճանապարհներս փակել են, որպես թե մենք այդ փակերով զբաղվենք, իսկ թշնամին հառաչուց կամ հետնուց գա մեզ հասնի։ Քեռի, ասիր, փակն ինչպիսի հնարք կլինի քանդելու։ Կարող է լինել։ Բայց եթե քո տեղդ լիներ քո հանգուցյալ հայրը, ոչ մի բան չէր կարող մեզ արգել քանդիսանալ։ Ասիր, քեռի, ես ինչով եմ պակաս։ Նրանով, որ կապանքները գերան է մեծ, որ հերդ լիներ, ես գերանները նիզակով կվերցնեի, կտայի, նա էլ կվերցներ, կթալեր, ճանապարհներ կբացվեր։ Հիմա դու ինձի փորձիր, տեսնենք։ Քեռի Թորոսը նիզակի սլաքը կխրեր մեծ գերաններու մեջ եւ գլխու վերևով մհերինը կպարզեր ասելով. «Ար որդիս, սա մի կողմը շպրտ է»։ Ու այսպես էլ կանեին, քանդելով կապանքները մինչև գիշերը անցավ։ Լուսաբացին հազիվ կարողացան հասնել վանք։ Որ հասան վանքը, ճաշեցին եւ մհերը իրա խոնջացած ոսկորները պիտի հանգստացներ, 3 օր պիտի քներ։ Բայց վանահայրը առաջի րոպեին իր պարտականությունը կատարեց, 7 կառավարության գիր գրեց։ 7 կառավարություն մեկ մարդու պես վանքը հասան եւ ճանապարհը կտրեցին։ Երբ մհերը զարթնեց, իրանց գալու 4-րդ օրն է։ Քեռի Թորոսինը սաստիկ տխրության մեջ տեսավ, նկատեց եւ հարցրեց. «Ինչ կա, քեռի, ինչու ես այդպես տխուր»։ Որդի, ինչ անեմ, քարերը մենակ լեզու չունեն, բայց նոքա էլ մեզ թշնամի է։ Էլի ինչ կա, այնքան զորք է եկել ճանապարհներս փակել, որ երկնքի աստղերի չափ է։ Վնաս չունի, քեռի, համբեր է տեսնենք։ Մհերը վեր ելավ եւ նկատեց, որ հազարավոր խարույկներ կվառվին եւ փունջեր կկազմեն, շիկակարմիր բոցեր դուրս կթափվեն։ Գիշերից բավականին գնացել էր, երբ մհերը զարթնեց, ետ դարավ ներս ասաց. «Վեր, քեռի Թորոս, սրանից ավելի հարմար ժամանակ չկա, վեր տեսնենք»։ Այ որդիս, կբռնվենք եւ իզուր էշինահատակ կդառնանք։ Ոչ, քեռի, վեր։ Ու վեր կացան։ Քեռի Թորոս, զորքի պահապանները մի բան իրար կասեն ձայն տալով ման կգան։ Ես կասեմ քեզ մուղա թոլուն, գյավուր օղլան կաչմասա, դու էլ ասե մյուս քեռուն ու քամակիցս եկեք, քեռի, թեթև եկեք։ Մինչև լուսաբացին գնալով ու ասելով, զորքի միջից դուրս ելան, ձիերը հեծան ու քշեցին։ 1 վերստ, 2 վերստ հեռացան։ Մհերը ասեց հետևյալ խոսքերը. «Քեռի Թորոս, դուն ու քեռի Օհանը ձեր ձիերը հեծեք, ուղակի դեպի մեր կողմը գնացեք, ես կդառնամ այս զորաց վրա, թե խելքս կտրեց, մի թեթև գործ կունենամ դրանց հետ, թե չէ,
Ետ կդառնամ կփախչեմ, դուք մի օրվան ճանապարհ կերթակ, իմ դոնդլը կգա կհասնե ձեզ։ Որդիս, եթե քո հանգուցյալ հայրը լիներ, կարելի էր այդպիսի բան սպասել, բայց դու խամ տղա ես, մի երթար, պրծել ենք, մեր ճանապարհը կերթանք, վերջը կտեսնենք։ Հա, քեռի, ուղիղ է, երբ ես Դավթի տղեն եմ, այդ նախատինքը տանել չի լինի։ Ու մհերը ձինը հեծավ ու վերադարձավ զորքին։ Զորքը տեղեկացել էր, որ տղենը փախել է, հեծան պատրաստվան տղայի քամակը գնան։ Երբ մհերը զորքի դեմը կտրեց եւ իր հոր սովորականին համաձայն սկսեց դոնդլի կողերը խթել եւ ձինը թռիչք գործեց արծվի պես, մհերը սուրը հանեց պատյանից եւ սկսեց կոտորել ու քշել թշնամու զորքը։ Էնպես կկոտորե ու կքշե, ինչպես մղմեղի երամը սաստկաշունչ քամուց։ Զորքի մի մասը ջարդվելով, մյուս մասը կիտվեցին ծովի կրախ սարսափահար, բայց մհերը կկոտորեր եւ հանկարծ ինչ տեսավ։ 10 գազանոց մի գերան քեռի Թորոսի ձեռքին կդնե զորքի քամակին եւ գերանի գլխով հուպ կտա, ամեն անգամ մի 10-20 մարդ ծով կթափե։ Երբ մհերը այդ տեսավ, ժպտալով ասաց. «Այդ ինչ կանես, քեռի, որդի ինչ անեմ, ես երթում եմ երած քու հանգուցյալ հոր հետևեն, սուր չպիտի քաշեմ, ապա փոխանակ սրին այս փայտը ձեռք բերեցի, մի քիչ օգնեմ քեզ»։ Այնպես ջարդ տվեցին, որ լրատար չազատվեց։ Ետ դարձան վանք։ Մհերը կկամենար վանականներունը պատժել եւ վանքը կործանել, բայց քեռի Թորոսի թախանձանացը չկարողացավ դեմ կենալ։ Ուրեմն քեռի, մինչև օրս այս վանքի անունը մատղավանք էր, անիծվի այն մարդ, որ այսուհետև այդ անունը տա, միայն պիտի ասեն մատնավանք։ Շարունակելով իրանց ճանապարհը եկան հասան Սասուն քաղաք։ Ամեն մարդիկ տեսան մհերի գալը, չափազանց ուրախացան։ Բայց Ցռան Վեքոնը պինդ նստել է գահի վրա։ Մի օր թե մի շաբաթ մնալուց հետո մհերը հարցուց. «Քեռի Թորոս, հա որդի ջան, քեռի Վեքոնը երբ պիտի մեզի կանչե եւ իմ պապական գահը ինձ հանձնե»։ «Էսօր էեքուց է որդիս, նա էլ կպատրաստվի, կմտածե»։ Բայց քեռի Թորոսը շատ անգամ գնացել է իր եղբայր Վեքոյի կուշտ. «Եղբայր, թագաժառանգը եկել է, նորանը կանչիր եւ իրա պապի գահը հանձնիր, դա հորից ավելի քաջ է, որ նորա երկյուղը այսօր աշխարհը հասկացան»։ Վեքոնը լսելով այս խոսքեր սաստիկ կբարկանար եւ կհրամայեր դահիճներին. «Գլոխը զարկեք»։ Նախարարությունը մեջ կմտներ, քեռի Թորոսինը կազատեր։ Երբ կգար իր տունը, մհերը կհարցներ. «Քեռի, պալատը չես գնացել»։ «Հիմա եկի որդիս»։ Բայց մեծ քեռինը ինչ կասե։ Նա ինչ պիտի ասե որդիս, ձեր կրակովը կվարվե, էսօր էքուց է ձեզ կկանչե եւ կնստացնե ձեր պապի գահը։ Բայց Վեքոյին 8 տղերք ուներ, 8-ն էլ որպես արքայազն, որսի կգնային եւ ամեն երեկոյան մհերը այդ իմացել էր, կերթար ճանապարհի վրա հիշյալ տղերքի բերած որսից իր մի մասը կառներ, կբերեր քեռի Թորոսի տունը, կխորովեր կուտեր։ «Օրերս ձեր որսերը նվազք երևա, ինչ բան է», հարցրեց Ցռան Վեքոն։ «Հայրիկ, ձեր քեռորդին է, ինչ է, չգիտենք, որ կապուտ կողից եկել է։ Նա ամեն իրիկուն կգա ճանապարհի վրա եւ մեր բերած որսերից կես մասը նրան կտանք»։ Վեքոնը բարկացավ տղոց վրա եւ ասաց. «Ձեր 8 եղբայրին էլ հորեմ, նա ով գիտե ով է, կամ ինչ մարդու որդի է, որ գա ձեր որսերը խլե, կարաք նորան մերցուցեք, եթե ոչ, դուք ամենքդ էլ մեռեք»։ Վեքոն, որ այս խրախուսանք խոսքերը ասեց տղոց, տղերքը զենքերը սրեցին եւ որսի գնացին։ Երբ երեկոյան դարձան, մհեր իրա սովորականի համեմատ ճանապարհի վրա կանգնած էր։ Քեռիկ ջան, բերեք, տեսնենք այսօր որսերը տառատ է։ Հարցի պատասխան լսեց այսպես. «Կորչիր ճանապարհից, եթե որ չես ուզե այս սրերը սիրտդ մխվեն»։ «Ինչու քեռիկ, դուք իմ պապի
փողն ու խազինեն կուտեք, ես ձեր ինչն եմ կերել։ Մհերը տեսավ, որ սրերը մեր կարեցին, իրա վրա կարշավեին, իրա ձեռքը ոչինչ չկար, քամակինը տեսավ մի կռնի կար, ետ քաշվեց, երկու ձեռքով դժնիկի բողազը բռնեց ու հուպ տվավ դուրս քաշեց։ Նորաքոքը երկու գազգետնից դուրս եկավ և իրա գործիքի պոչիցը բռնեց, ամեն մի տղին մի հատ խփեց, ձիերուց վար թափվան։ Եվ հետո կռնինը ճեղքեց որպես ջով, որ խուրձ կկապեն։ 8 եղբորն էլ վրա դրեց, պինդ կապեց մի խրձի պես և բոլորի բերած որսերը առավ ու քեռի Թորոսի տունը գնաց։ Հետո մհերի սրտի մեջը կկռվեին երկու խորհուրդներ, այն է, մեկը Վեքոյի և իրան տղերքին պատժելը, իսկ մյուսը քեռի Թորոսի համոզիչ խոսքերը, թե տղենը որին հետևի չգիտե, երկու քարի մեջ ալյուրի պես է մնացել։ Ապա մհերը լավ համարեց, սասնա աղն ու հացը իրա հարամ եղնի, որ նա սասուն ապրի, իրա աչքով տեսնի այդ սեփականությունը, որ իր պապից մնացած էր։ Քեռի Թորոսը լաց, թե ծիծղաց, աղերսեց, թե խնդրեց, հնարավորություն չեղավ։ Մհերը անիծեց իրա օրը, վեր ելավ, ձի նստեց ու երդվեց, որ այլևս սասունա հացը չկիսի։ Դոնդլի սանձը թորգեց մինչև երեկոյան գնաց։ Ինչ գիտեմ, հասարակ ձիոց քանի օր անճանապարհ առավ, երբ երեկոյան խավարը պատեց, մհերը հասավ մի թավ անտառի բերան։ Այնչափ բարկացած էր և ինքնամոռացության տված էր, որ չուզեցավ հանգստանալ։ Որքան կարելի եղավ ձիով առաջացավ անտառի մեջ և հետո ձիուց վար իջավ, սկսեց կտրել ու կոտորել անտառի փայտերը, ճանապարհ բանալ իր և իրա ձիուն, բայց երբ լույսը բացվեց, անտառիցը դուրս եկավ մի ուրիշ աշխարհի վրա։ Մհերը թող շունչ քաշե հանգիստ եղնի, մենք խոսենք մի այլ տեղից։ Դա Հալաբու հողն էր։ Հալաբու թագավորը քանի հազար զորքով դուրս էր եկել դաշտ զբոսնելու և որսորդության։ Դրանց դեմինը պատահել էր մի հատ այծյամ։ Զորքի միջից դուրս են եկել 20 ձիավոր, նժույգ ձիուտերեր այծյամը կենդանի բռնեն։ Մեկ էլ մհերը ուշ դարձրեց, որ տափարակ դաշտի կողմից 20 նժույգներ ընկած էր մի թշվառ որսի հետև, ոչ ձիերը կարան ավելացնել իրանց վազքը, ոչ այծյամը կպակսեցնե։ Նույնպես մեկը մյուսից հեռու դեպի անտառը կգնան։ Երբ մհերը այդ տեսավ, նետը աղեղի մեջ դրավ և ուղղակի փախչող այծյամինը նշան դրավ։ Այն սնակշտիցը առնելով, մյուս կողմիցը դուրս տվավ, անբախտ այծյամը վար ընկավ։ Մհերը վրա վազեց, այծյամը վերցուց և ձյան մոտ բերեց, դրանովը կկամենար իրա քաղցը հագեցնել, բայց հանկարծ քամակի 20 ձիավորները կանգնեցին մհերի գլխու վրա, իրանց ասելով, քուտիր ու հերն անիծած, ձիերը կոտորեց։ Վերադարձան մհերին, տուր տղա, տուր մեր թագավորի որսը տուր։ Ինչպես տուր, առածը կասե, որսը հասնողինն է, զարկողինը չէ։ Մհերը տեսավ, որ սրանք սրերը հանեցին և ինքն էլ այծյամը գավակին կապեց, ոտքը դրեց զանգուն և հեծավ։ Նրանք սրերը փայլեցնելով վրա քշեցին մհերին, բայց մհերի ձեռները միթե կապված էր, սուրը հանեց, 12-ը գետին թափեց, 8-ը հազիվհազ լեղապատար բանակ ընկան, եղած եղելությունը թագավորին պատմեցին։ Թագավորը սրտնեղելով հրամայեց զորաց, վրա տվեք այդ շան որդուն կտոր շինեք և իմ որսը բերեք։ Իսկ զորքը ամեն մեկ կցանկանար շուտ վրա հասնել, որ մհերի գլոխը կտրի։ Երբ մհերը տեսավ զորքը իրա վրա կգա, կրկին այծյամի դիակը վերցուց և նստեց իրածին, կայծակի սուրը պատյանից հանեց և գալող թշնամու մեջ նետվեց իրա հոր և իրա սովորականին համեմատ աջ ու ձախ ծորեց ու ծոր թփեց։ Կենդանիները, որ տեսան եղած իրողություն, փախուստ տվին լեղապատար։ Երբ մհերը ճարակ կաներ,
պատահեց Հալաբու թագավորին, որ փախուստ էր դարել եւ կամեցավ դրանել առաջի գնացողներին հասցներ, բայց երբ Հալաբու թագավորը տեսավ նրան, վերադարձավ մհերին այս հետևյալ խոսքերով. «Ով քաչերոս, երթեմ նա ցուցանեմս քեզ քու պաշտածը, ով ես եւ ինչ է անունդ, իմ թշվառ կյանքը խնայիր եւ իմ անձին համար փրկանք կուտամ իմ միամոր որդի Գոհար աղջիկը, որ 7 պետություն կցանկանար եւ ոչ ոքի չեմ տա»։ Կուտաս, այո կուտամ, դե ասիր, որ առաջի մարտիկներու պայման լինի, այո կսեմ, որ առաջի մարտիկներու պայման լինի, ու մհերը թողեց թագավորին եւ ետ դարձավ իրա որսը մաքրեց, մի քիչ կրակ ճարեց, իրա քաղցը մի քիչ լցրեց, ձինը նստեց դեպի Հալաբ։ Որտեղ ես, քեզի կգամ։ Մհեր օրը Հալաբ քաղաք հասավ եւ գտավ թագավորի պալատ։ Թագավորը հրամեց արեց։ Պալատի դեմուդեմ մի չադր էր խփած, որի մեջ պիտի բնակվեր մհերը։ Շուտով հացն ու կերակուրը գնաց մի խորոված ոչխար դրված սպիտակ փլավի գլխին։ Նույն չափով էլ հացեր ու գինի։ Երբ մհերը կերավ լիացավ, գլոխը դրեց չադրի թանավ եւ սկսեց քնել, բայց ոտները չադրից դուրս գնացին, որ չադրը չէր պարունակե նրա պարթևությունը։ Մհերը դեռ չէր քնած, թագավորի աղջիկ Գոհարը իրա պալատի լուսամուտիցը նկատեց զինչ։ Տեսավ, որ մհերը պարկել է եւ ոտները ծունգերուցը դուրս է։ Ոտքի կանգնեց, շորերը հագավ արվականի, զենքերը առավ, ձինը ստավ, մհերի չադրի դուռը կանգնեց, ճոճան իրա ձեռն առավ, շխկացնելով ճոճանը գոռաց այսպես. «Մհեր, մհեր»։ Մհերը գլոխը բարձրացուց եւ տեսավ մի երիտասարդ։ Վերջնի խոսքերը եղավ այսպես. «Այն ամարդ, եթե խղճիցս բռնված չլինեի, քեզ գետին կփարչմեի»։ Ինչու որ, նրա համար, որ ես լսել եմ իմ հայրս իմ քույր Գոհարը ակամա իր անձին փրկանք է տվել քեզ, բայց ես համաձայն չեմ, տեսնենք քո ինչիդ է հավանել, շատ էլ պարթև ես, գուցե մեջդ շնորհք չկա, ինչ օգուտ։ Բա քո փափագդ ինչ է, հրամայիր, եղավ մհերի խոսքը։ Իմ փափագս այս է, մի թուխ մազով թուխ ուլինք կախ կտամ մի ձիու արշավանած վրա մի ծառից, եթե դու կարողանաս նետով խփել եւ կտրել մազը, գիտեմ, որ պարթևությանդ ու ուժիդ չափով մեջիդ ունի շնորհք, այն ժամանակ ես էլ համաձայն կլինեմ եւ իմ քույրս կտամ։ Մհերը ծունգը գետին խփեց, իրա աղի անունը տվավ, նետը աղեղից թողելուց թե չէ, մազը կտրվեց եւ ուլինքը գետին ընկավ։ Նորից աղջիկը իրա տեղը գնաց եւ մհերը գլոխը բարձ դրավ։ Աղջիկը շորերը փոխեց, լուսամուտը նստավ, դարձյալ նույնը տեսավ, չկրծավ համբերել, վեր ելավ, մի այլ շորեր հագավ եւ մի այլ ձի նստեց, դարձյալ մհերի չադրի դուռը կանգնեց, ճոճանը չխկացնելով, ահա գնագոչ ձայն հանեց. «Մհեր, մհեր, այն ամարդ, եթե խղճիցս չբռնեի, գետին քեզ կփարչմեի»։ Այդ ինչ բան է, ասաց մհեր, ճանճի կբռնեք, ըս մեղի կքամեք։ Բա անցյալ օր ձեր թագավորի հետ ինչու դաշ չէիք եկել, այնտեղ կտեսնեի ձեր չունեցած քաջությունը։ Սկսեց աղջիկը խոսել այսպես. ախր, չէ որ ես թագավորի երկրորդ որդին եմ, լսելով իմ հոր ու եղբոր համաձայնությունը, որ իմ քույր Գոհարը քեզ կնության են տված, բայց ես համաձայն չեմ։ Քո ինչիդ են հավանած, պարթևությանդ, ուխտից պարթև չկա, բայց կչոքացուն նոր կբառնան։ Ինչ է ասելդ, եղավ մհերի խոսքը։ Արդյոք մի քիչ շնորհք կա, այդ է ասելս։ Ես կգնամ այնտեղ, քամակիս վրա գետին կպարկեմ, ես իմ մատանինը իմ ճակատիս ական վրա կտնկեմ։ Եթե դու նետով վերցրեցիր մատանին իմ ճակատի վրայից, գիտեմ, որ մեջդ շնորհք կա։ Գնա, դիր նշանը տեսնենք։ Աղջիկը բավականի հեռացավ, պարկեց, մատանու ակը վրա տնկեց ճակատին։
Դարձյալ մհերը իր աղի անունը տալուն պես, թե չէ, մատանին ճակատի վրայիցը վերցուց նետով։ Այն ժամանակ աղջիկը վերադարձավ վրան մեղմ ձայնով. «Այդ տունը չքանդվի, սաղ Հալաբ քաղաքի երկու մասը քեզ թշնամի են, դու այդպես անհոգ ոտներդ վրանից դուրս կհանես, գուցե թշնամիներդ վրա հարձակվեն քնած ժամանակ, ինչ կլինի քո վիճակը»։ «Այ քո հոր տունը քար ու քան դեղնի», մհերը ասեց, «քո հոր տված տեղը ինձի այս է եղել»։ Անպիտան, գիտեմ, երկու անգամինը էշը մի էշ է, բայց փալանը կփոխե։ Դե վեր գնանք պալատ։ Վեր ելավ մհերը և գնաց պալատ։ Մհերն ու գոհարն թող մնան իրանց պալատ, մենք խոսենք Հալաբու թագավորից։ Չարանենք թագավորը շուտով գիր բաժանեց իր սահմանակից թագավորներուն, գլխավորապես Մսրատ թագավորին և հրավիրեց. «Իր աղջիկ գոհարինը եկել է Սասնա Դավթի որդի մհերը զոռով կտանի, եթե ունիք ուժ և զորություն, եկեք ձեռքիցը խլեք»։ Գրերը տեղեր հասավ և ժողովվեցին, եկան 7 պետության զորությունը։ Մի ամսօրյա ժամանակ մհերը մնալով, երբ մի առավոտ դուրս ելավ բյուր-բյուրոց և հազար-հազարոց զորքեր տեսավ, որ Հալաբու դուրանը ասեղ գցելու տեղ չկար, մհերը հետ դառավ գոհար. «Այս ինչ կնշանակե»։ «Դա, մհեր ջան, իմ հոր պատրաստած թակարդն է, որ քեզ համար պատրաստել է։ Ուրեմն մնացիր բարով, ես կգնամ, ես փախնելու ու տապելու մարդ չեմ, կհանձնիմ Աստծուն ու ճակատագրին»։ Մհերը վերջի հրաժեշտը տվեց գոհարին և ձինը նստեց հեռացավ։ Երբ գնաց զորքի մեջը, իր հոր և իր սովորականի համեմատ սկսեց դոնդլին աջ ու ձախ դարձնել և կայծակի սուրը արյան մեջ թացել։ Կռվեց մինչև ճաշին։ Հայտնի բան է, որ հաց ու ջուր ուտող խմող մարդին ջրվեթիկը հարկավորի։ Դա պատահեց մհերին։ Նրանցը մի սովորություն կար. երբ ոտած ճանապարհ կգնային, այդ սրբությունը կախ կտային ձի ու ղաշից և իրանքը կգնային, որչափ ժամանակ որ ձինը կերևար և ղաշից կախված մասունքը կփայլեր, չէին նստի։ Ապա Հալաբու պես մի դուրա, մհերը թիկունք դարձրուց դեպի ձին, գնաց ու իրիշկեց այնչափ, որ 1 վերստ ավելի հեռացավ։ Մինչև մհերը վերադարձավ ձիուն, խորամանկ Համզա Փահլևան զորքերով ձիու և մհերի մեջը կտրեց և գցեց երկաթյա քյամաններ։ Մհերը երկար ժամանակ կտրատեց իրար, ելքները չեղավ, չկարողացան հաղթահարել և գետինը տպել ու բռնել։ Ապա կապկպեցին երկաթյա կապանքներով ու հետ դարձան։ Պատվեր տվին Հալաբու թագավորին և ահաբեկեցին. «Գոհարինը ոչ ոք չհամարձակվի մատ պարզել, մինչև մյուս անգամ մենք Եգիպտոսից կվերադառնանք, որովհետև այս անօրենի զավակը և դրա հերը Եգիպտոսի քոքն է կտրել։ Սա տանինք քաղաք և դրանից վրեժ հանինք իտես բոլոր ժողովրդյան, նորից գանք առնենք մեր հաղ ու էրթանք»։ Իսկ մհերի ձինը ոչ ոք չէր կարող բոլորը երթալ, այնչափ այս ու այնտեղ ման եկավ իրա տիրոջ, չկարողացավ գտնել, պոչը քամակին տալով, «Այ կապուտ կող, որտեղ ես, եկա քեզ», տարավ և իրա հետ հիշյալ սրբությունը։ Թե գոհարին ինչ սուքն ու շիվան, ինչ մեգն ու մառախուղ և ինչ լացն ու հառաչանքը պատեց, չգիտեմ, դուք կհասկանաք։ Մհերին առան տարան գնացին Եգիպտոս և տարան թագավորի հրամանով ձգեցին մի անջրդի հորի մեջ, որպես թե թագավոր հրաման անե, ամեն մի ժողովրդյան ներկա լինեն այդ հանդուգն հզորի պատժին։ 3 օրվան երկուսն անցավ, լույս 3-ի գիշերը մի հավատացյալ պառավ կին, որ հիշյալ հորին շատ մոտ էր տունը և հասակ ուներ 120 տարի, կես գիշեր ժամանակին եկավ հորու բերնի վրա, որի մեջն էր մհեր։ Հորու վրա մի կափարիչ էր դրված։ Քարը 10 մարդու աշխատությամբ ետ չէր երթա։ Պառավը բերանը դրավ քարի ջաբին և մեղմիկ կերպով ձայն տվավ. «Մհեր, ով ես կամ ինչ կա»։ «Իմ սիրելի զավակ,
Ես մի քրիստոնյա պառավ եմ, ազգով հայ, քո բռնությունը ամբողջ Եգիպտոսի հայերու վրա սուգ տարածեց, իմ տարիքը 120 տարի է, ես մի խրատ տամ քեզ, լսիր և գուցե ազատվես, ինչպես մայրիկ ջան, հրամայիր, հորը, որի մեջ դու կաս, ոչ թե մեկ է, այլ երկուս են, մեկը մյուսից 1-2 գազ հեռավորությամբ, դեռահաս մարդիկը ոչ ոք չեն գիտի, որ այն երկրորդ հորի բերանը բռնված է ու կորած է, եթե կարաս, երեսը դեպի արևելք թեքի, մի թափուկ տուր հողային փլին, երկրորդ հողի մեջ փուլը կփլչի ու դու կերթաս այն խցված բերան հորի մեջ կկանգնիս, որ առավոտունը Մսրա թագավորը կգա, քո հորդ կքարկոծե, դու նույն հորի մեջը կերթաս, երբ քաղաքը կխալվաթանա, նորից զորքը կերթա հալապ բերելու քո նշանածին գոհարին, ես և իմ աղջիկը կառնինք մի մեքենա և բահ ու բրիջ կգանք, կաշխատինք, կգտնինք այն հորի բերանը, որի մեջ դու կաս և քեզ դուրս կհանենք, կվերցնինք այդ սարսափելի մութը Մսրա և ամեն մի հայերու սրտներուց։ Պառավի խրատը լսելով մհերը երեսը դեպի արևելք թեքեց, մի բերան ասավ, ով Դանիելի Աստված, նորան էլ դու հորից ազատեցիր։ Ու մի թափուկ տվեց հողափլին, հողափուլը փլչեց, մհերը գնաց մյուս հորի մեջ կանգնեց ու ձայն տվեց, մայրիկ, խրատը տոքուտ տվեց, ես ազատ եմ այսուհետև, գնա։ Պառավը իրա տեղը գնաց։ Երբ առավոտու լույսը բացվեց, հիշյալ թագավորը ժողովրդի հետ հորու բերնի վրա կանգնեց, հրամայեց քարը վերցնել։ Ու եղավ։ Թագավորը սկսեց հետևյալ խոսքերը. Մհեր, շան որդի, ինչպես ես, քո գյորբագյոր հերը քանի կնիկներ այրի թողեց և բյուր հազարավոր մարդի սրտների վրա վերք, արդյոք հիմա լավ ես, վիճակը ապահով է։ Այո, ապահով է, ով Մսրա թագավոր, ինձ մի հզոր տեր ունեմ, որ նրա արհեստը ինձ նման թշվառներին ազատել է, օրեղնի գազ ժամանակ, որ ես ու դու պատերազմի դաշտի մեջ սուր շողացնենք մեկ մյուսի վրա, տեսեք հայ իշխաններ, առաջ մարդու գլոխը կտրել, դրել էին ոռի հետև, նա դեռ կսեր աշխարհին խաղաղություն է, ահա ինձի սիրող, քարերը բերեք։ Ու առաջի քարը թագավորը գցեց։ Այնպես, որ ժողովրդի դեռ կեսն էր եկել, երբ հորը գլխավ։ Հրամայեց թագավորը բերել մի քանի խալվար, կապար ու արջիչ, հալեցին ու լցրին հորը, տակից մինչև բերան եղավ մի քար, ու թորգեցին, գնացին։ Ամբողջ քաղաքը ոտքի կանգնավ և դեպի հալապ գնացին գոհարին բերելու։ Երբ մի օր թե 2 օր քաղաքը ամայացավ, հայերն էլ այդ սգով իրանց տներն էին մտած, հիշյալ պառավը մի մեքենա ձեռք բերեց, վերցուց գիշերով մեքենան, բահ, բրիջ և իրա աղջիկ հորու բերանը եկան։ Պառավը կհիշեր հորի բերնի տեղը։ Իրան աղջկանը ցույց տվավ և սկսեցին բրել մինչև գտան հորի բերանը։ Մեքենայի պարանը ներս կախին և ձայն տվավ պառավը. մհեր, պարանը կապիր, կապեցի մայրիկ։ Պառավն ու աղջիկը սկսեցին մեքենան մանել, մինչև մհերին դուրս բերեցին հորի բերան։ Երբ ազատեցին իրանց ազգի ճրագը, նորից հորի բերանը ծածկին այնպես, որ մարդ չէր գիտե և մհերին իրանց տուն բերին։ Աման մայրիկ, քաղցած եմ, ասաց մհերը, բայց խղճալի պառավը իրան ու իր աղջկա համար որքան հաց պիտի ունենար, որ մհերի սոված փորը լցնի։ Մհերն ասաց, չեղավ մայրիկ։ Պառավն ասաց, մհեր ջան, այստեղ մեզ 200 տնից ավելի հայեր կանք, նորանց միջին մեկը ամենագերապատիվ իշխան Դարբին Մարկոս կասին։ Նա իր զալումը ձեզ համար մի աթոռ է պատրաստել ձեր շորերուց
և ձեռք ընկած զենքերուց, այնտեղ դրած է ձեր անվան համար ի հիշատակ քո մահվան հացը, ջուրն ու գինին, այնտեղ գալողինը կկերակրեն և ամեն մի գալողը, երբ գինու բաժակը ձեռք կառնե, կերթա քո մահվան համար զարդարված աթոռի դեմը կկանգնե, 3 անգամ խոնար գլող կտա և հետևյալ խոսքերը կարտասանե. ով դյուցազներ ու դյուցազն, հանգիստ քո հավիտենական անմահոքուն, քեզանով հանգավ մեր հայոց բոցավառ ճրագը և վառվեց նոցա ճրագը։ Այս խոսքերը կարտասանեին, գինի կխմեին, հացը կուտեին և տխրամած դեմքով դուրս կգային։ Վեր Մհեր ջան, վեր ես քեզ ցույց կտամ, այնտեղ դու քո քաղցդ կհագեցուս։ Վեր ելան պառավն ու Մհերը։ Լուսաբացին մոտ էր, գնացին հիշյալ տեղը։ Պառավը ցույց տվավ հիշյալ բնակարանը։ Երբ Մհերը ներս մտավ, կիսահագնված, քաղցած ու այլանդակված, բոլորի գլոխը նստեր էր դարբին Մարկոս, սքոսև հալավները հագած, բոլորին բարև բռնեց Մհերը։ Բարև ձեզ։ Դրա առյուծանման գոռոցը առաստաղի ցող թափեց, և դարբին Մարկոսը ուշի ուշով դեպի եկողը դարձավ, մեծ կարծիքի մեջ մտավ, բայց ինչ օգուտ, Մհերի վրա մտածելը ավելորդ է։ Եղավ մյուս անգամ Մհերի խոսքը և դուրս հանեց առյուծանման գոռոցը ասելով. Աստված ողորմի ձեր հանգուցյալի հոգուն, որի համար այդպես սուգը պատել է ձեզ, քաղցած օտարական ճանապարհորդ մարդ ենք, մի ճոտ հաց տվեք ձեր վարձքի համար, ուտենք ու գնանք։ Մհերը դեռ կանգնած, դարբին Մարկոսը կասկածելի աչքով դարձավ դեպի խոհարարը. Տղա, ծառայողներ, համեցեք տեր, այս մարդու համար իրա պարթևության չափովը հաց, կերակուր և գինի մատակարարեք։ Երբ ամենը իր կողմից 5 մարդուց ավելի պորցի բերեցին, հարցրին այցելուին. կտրիչ, առաջ գինի կխմես, թե ճաշ կանես, գինին հետո կխմես։ Ոչ, առաջ գինին կխմեմ, հետո ճաշ։ Տակառապետը մեծ սուրայինը գինու տակառի մեջ թաթխեց ու մեկնեց դեպի Մհերը ասելով. համեցեք։ Բայց Մհերը արգելք տվավ ասելով. քանի դրանով պիտի տաս, որ ես կուշտ խմեմ, խերու բան է, թող ես տակառով խմեմ։ Միայն դարբին Մարկոսը ուշի ուշով կզննե, իսկ տակառապետն իբր թե սրթողվեց։ Հա, տակառը քեզ, չպիտի փորովդ խմես։ Մհերը մոտեցավ տակառին, 10-15 փթանոց տակառը մի քարեղանի պես վերցուց, դրավ իրա բերանին ու գլոխը աղնթու թողեց։ Տակառապետը տեսավ, որ վերջի պսպզումն է, որ կգա։ Մհերը գետին դնելով տակառն ասաց. օրհնված սուրային ինչ է, գինինը կքամսես այս ու այն կողմը։ Այդ տեսնելով թխողներ և եփողներ մի 10 մարդու պորցի դեմրին, մի ոչխարի յան սպիտակ փլավի հետ, մի լիդր 2 էլ սպիտակ հաց։ Նա թող կերակրվի։ Դարբին Մարկոսը կնկատե, որ Մհերը ոչխարի մի ոտը կպոկե, գլոխը կբռնե, միսն ու ոսկորը մեկը մյուսից չի ջոկե, խռ, մե փշուր ոսկոր գետին չի թալե։ Սրան տեսնելով դարբին Մարկոսը իրա մտքինը դրավ, սա կամ նորանցից կլինի, կամ մի այլ ցեղից է, որ մենք լսած ու տեսած չկանք։ Երբ Մհերը կերակրվեց, քաղցը լցվեց, գինին ազդեց, տեղիցը վեր թռավ, գնաց այն նստարանի դեմ, որ իրա անվան համար զարդարած էին ի հիշատակ Մհերի, հանգիստ նստեց նստարանի վրա։ Դարբին Մարկոսը ոչինչ չխոսեց, բայց դեմի հարյուրավոր իշխանները քթներու տակից մրթմրթացին։ Մհերը դարբին Մարկոսին իմաց արեց. դուսը մի պառավ կա, կանչեցեք։ Պառավը ներս եկավ, Մհերը դարավ դեպի դարբին Մարկոսը։ Հայրիկ, մերոնք են, թե օտարազգի կանք։ Ոչ սիրելի զավակս, ոչ ոք օտարազգի չկանք, մենք ենք։ Առաջ արի ազատող մայրիկ, ինձի դու որտեղից ես բերել։ Պառավը խոստովանորեն պատմեց եղելությունը։
հայերու ուրախությանը չափ ու սահման չկար։ Ի վերջո, Մհերի խոսքը եղավ այսպես. հայրիկ, երկու տղա որոշիր, որ կապուտ կող պիտի գնան։ Ինչու համար, սիրելի զավակ ջան։ Նրա համար, որ իմ ձին այնտեղ է։ Սիրելի զավակ, մենք լսել ենք, որ քո ձինը ոչ ոքի կամք չի տա, կկոտորե բոլորուն։ Այո, այդպես է, բայց կա այսպիսի մի բան, իմ գլխարկը ես կտամ տանեն հետները, որ իմ քրտինքը առած է, նրանք իմ ձիուն ցույց տան, նա այն հոտն առնելով, քամակն ընկնե ու կգա, թե չէ բռնելով ու բերելով, հազարավոր մարդիկ կկոտորի ու ձեռք չի գա։ Դարբին Մարկոսն ասավ, մեկն իմ որդին, մյուս իշխանն ասավ, մեկն էլ իմ որդին, գլխարկը դրանց տվեց ու ճանապարհ դրավ։ Մեկ-երկու օր անցնելուց հետո Մհերը ոտքի կանգնավ, պառավինը մեծ վարձատրություն հասցրուց եւ իր հայրենակիցներունը վերջի հրաժեշտ տվեց։ Նիզակն ու Սուրը, Գյուրզը, հայերը առած էին հեթանոսներու ձեռքից, իրան հանձնեցին եւ Մհերը Եգիպտոսից դուրս եկավ։ Մի քանի վերստ հեռացավ, տեսավ այն կողմից մի մարդ կգար, միևնույն իրան նման պարթև եւ տիպարը շատ նմանություն կտա, խոսելն ու ձայնը նույնպես։ Մի երկար ձող փայտ իր ձի էր շինել եւ մի մեծ փայտ էլ ձեռքը ճանապարհի հետ կուքար։ Բարև ձեզ, եղբայր, գալողը կսե Մհերին։ Բարի եկար, հազար բարի, որտեղից ես գալու։ Սա մայրաքաղաքից։ Դուք տեսել եք այն Մհերը, որ բռնած բերած Եգիպտոս քարկոծեցին։ Չէ, ներողություն, դրա մասին ես բան չեմ գիտե, ասաց Մհերը։ Քուհերը տորհնվի, ես Շամա ու Բերյանու լսած եմ, դու այստեղ չես լսել։ Ինչ բան է, պատմիր տեսնենք։ Ես Մսրա թագավորի շատ մոտիկ եւ համարյա սրտի սիրական մարդն եմ, որի անունը Սուր եւ ուժեղ Ավդալ կանվանեն։ Նա ինձ ուղարկել էր Շամա կողմը մի շատ կարևոր գործի համար։ Մինչև իմ վերադառնալը հիմա լսել եմ, որ այդ անբախտ մարդ, այն է Մսրա թագավորը, են շունշան որդի Մհերին բռնել է եւ բերել է Մսր սատկացրել է, քարկոծելով, բայց ինչ արած։ Նորա հերը, Ադրամելիքի պատերազմի ժամանակ իմ եղբայրներ եւ իմ ազգականներ 10 մարդ կոտորել է։ Ես պետք է նրան կենթանի բռնեի, հիմա երբ սատկացրած է, գոնե թերի փափագս կատարեմ։ Այս փայտս կտեսնես, սորանով մի քանիսը գոնե նրա հորի վրա խփեմ եւ մի քանի անգամ թքցում ու վերադառնանք Հալաբ, որ իմ թագավոր իր ժողովրդով այժմ այնտեղ է, նրա նշանած գոհարինը բերենք իմ թագավորի համար։ Ճանաչեցիր ես ով եմ։ Այո, ճանաչեցի, թե դու ով ես։ Միայն խնդիրս այս է։ Ես այդ չէի գիտե, հիմա երբ դու կգնաս, պիտի այդ գյորբագյորի հորին քո փայտով խփես եւ թքես, չէ։ Այո։ Պատվիս համար մի քանի փայտ էլ խփի իմ տեղակ։ Ու Մհերը ճանապարհ տվավ նրան։ Ավդալը, որ ուզեցավ անցնել, Մհերը մի այնպիսի ապտակ հասցրուց ծոծրակին, որ գլոխը դիակի վրայից թռավ, եւ նրա շորերը ու փայտերը առավ, իսկույն Ավդալ ձևացավ։ Այնուհետև ով կտեսնի Մհերին, Ավդալի տեղ կդնե։ Գալով Մհեր Ավդալը մի օր հասավ Հալաբ։ Սկիզբը ներկայացավ Մսրա թագավորին։ Բարև թագավոր, որքան անբախտություն է, որքան անխղճություն է, որ ինձ հեռավոր աշխարհ կուղարկես եւ իմ թշնամին ու թշնամու որդին կկաշկանդես, Եգիպտոս կտանես, որ նրա հերը մենակ Ադրամելիքի կռվուն ինձ 10 եղբայր ու ազգական է սպանել։ Չէր կարելի, որ դու օրական բևեռաքաշով նրա միսը քաշեիր, մինչև իմ վերադարձը, որ ես գայի կենթանի նրա գլոխը ջախջախեի եւ նրա ուղեղը օշարակի տեղ խմեի։ Վրաշ չունի Ավդալ ջան, ոչինչ տերի չի մնացել, ինչպես ինքդ նկարագրեցիր, այնպես էլ արել եմ։ Ամա թագավոր, ինչպես քաղցած եմ որ։ Թագավորը հրամայեց վազիր, բաժինները բոլոր բաժնվել է, մի տես իմ Ավդալի համար մի ճաշ պատրաստիր։
Ավդալը մի մեծ աբա հագավ առաջի կողմից և հրամայեց, որ զորքը ուտած և անուտած մսերը բերեն։ Ապա Ավդալը ոսկորդները լցրեց ափի մեջ և զորքի այն խիտ տեղը կանգնեց, մի կրնկի վրա ֆռաց այնչափ, որ աբի բերանը թորգեց։ Այդ հարյուրավոր ոսկորդները ցրիվ տվեց։ Հարյուրներու աչքերը հանեց և ուր դիպավ ջարդեց. թագավոր, այնպես է էշ խսեկել, որ այս րոպեիս կուզեի կռվու մեջ լինեի։ Ավդալ ջան, գնա, ես կպատվիրեմ, որ մի 50 ձիավոր դուրս գան զորքից քեզ հետ հաղ անեն։ Ավդալն ու 50 ձիավորը միտեղ հաղ կանեին։ Ձիավորներուց որը որ կընկներ, Ավդալը այն ծանրակշիռ փայտով կխփեր, ձին ու հեծնողը մեկտեղ կմեռնեին։ Դրանցով էլ գործը չվերջացավ։ Եկավ Ավդալը։ Թագավորի աղջիկ Գոհարը նստել է լուսամուտ, աչքերը թաց, տրտում ու տխուր։ Գոհարի աչքը երբ դիպավ Ավդալին, կանչեց. Ավդալ, որտեղից կգաս։ Շամա կողմերուց եկա Եգիպտոս և այնտեղից էլ այստեղ։ Ավդալ ջան, դու մի դուզեդուզ մարդ ես, Մսրա կողմից եկար, իմ մեկիկ մհերի մասին ոչինչ չլսեցիր։ Թագավորի որդի, եթե մի փառավոր սեղան ներկայացուս ինձի, ես քո մհերի մասին մի շատ ուրախալի տեղեկություն կտամ։ Շուտով Գոհարը մի փառավոր սեղան դրավ Ավդալի դեմը և ինքը կանգնեց ճակատին։ Դե ասիր Ավդալ ջան, համբերությունս չի տանե մինչև ճաշը վերջացնես։ Թագավորի որդի, ամեն մի մարդը մի պաշտելիք կունենա, եթե տարերքին, եթե աստվածներին։ Քո պաշտած, ինչ որ կպաշտես, նորագլխով երթում կանեմ, ինչ մհերի վերաբերմամբ կասեն, բոլորը սուտ է։ Քո մհերը կենթանի է այս րոպեիս։ Դու հավատացած եղիր քո պաշտածով, որ կարճ, այսօր մենակ ես 3 մատովս բրդուճ եմ շինել և մհերի բերանն եմ դրել։ Բայց Գոհարը կանգնած տեղ արտասուքը հեղեղի պես կթափե։ Այդ ինչ է, Ավդալ ջան, որտեղ ես տեսել, որտեղ է պատահել կամ ուր գնաց։ Դու ցնորվածի մեկ և պատահած մարդուն էլ կցնորես։ Հասկացի Գոհար, որ այս մեծ բազմությունները թշնամի կառավարություններ են, արդյոք այս փոքրիկ զորքը ինչ մարդիկ են։ Դուք Ավդալ ջան, իմ մհերի քեռիք և ազգականներ են, երբ լսած են, թե մհերի գլոխը ինչ է պատահել, եկած են կպահանջեն ինձի, որպես թե մեր զավակը դրա մոտը 1 ամսօրյա ժամանակ մնացել է և դրանը կտանինք, դրանով կմխիթարվինք։ Նրանց սրտները դառն է։ Մի գնա նրանց մոտ, գուցե և քո կատակներուն չեն դիմանա քեզ կվնասին։ Բան չունիս, ասաց Ավդալը և դեպի փոքրիկ գունդը գնաց։ Բարի աջողում ձեզ։ Վեքոն, որ գահագլոխն էր նստած, զարմանալով հարցուց. ով ես դու և ինչ մարդ։ Նա պատմեց կարգով. ես Մսրա թագավորի սրտի սիրական Ավդալն եմ։ Դրանք էլ նման դարբին Մարկոսին միաթոռ էին զարդարած մհերի հիշատակի համար և գնացողներուն գինի հաց կբաժանեին և կսեին մհերի հոգու հացն է։ Ողորմի ձեր հանգուցյալին, չի կարելի միջոտ հացել ինձի տակ, քանի որ քաղցած եմ։ Եվ քեռի Թորոսը նկատելով այդ ասաց. կարելի է կտրիչ, համեցեք այնտեղ նստեք և կերակրվեք։ Երբ Ավդալը նստեց, գինինը խմեց և ասաց. ձեր դյուցազնի հոգին լուսավորի, կուշտ կերի և կուշտ խմի, հիմա սա մենակ է պակաս, վեր թռավ և հիշյալ աթոռի վրան նստեց։ Սրան Վեկոն այդ նկատեց և ուզեցավ մի ապտակ խփել սուտ Ավդալին, բայց Ավդալը նրա ձեռքը բռնեց իր երկաթյա ճանկերի մեջ, գետին թռավ և ոտքը դրավ նորակրծքին։ Շարքով Վեկոյի տղերքը եկան, որպես թե հայրն ազատեն, մեկ տղերքը բռնեց և հոր վրա դիզեց մինչև 8-րդ, բարդակոլոն արեց։ Քեռի Թորոսը, որ զարմանալի կասկածի մեջ էր, տեղից վեր թռավ, մեղմիկ ձայնով ասաց մեր կեղծ Ավդալին. կտրիչ ջան, ինձի բախշիր և խնդրեմ գնա այստեղից, որ մեր սրտները սև է։ Ավդալը Վեկոյի տղերքին ձեռքով հրեց
եւ այստեղից գնաց պատերազմի դաշտից քիչ հեռու։ Մհերը այդտեղ ձիու ճանապարհը կսպասեր, եւ ուղիղ որ ձինը եկավ։ Կենթանին երբ եկավ իրա տիրոջ կորցրած տեղ, այնպիսի մի հրհրոց հանեց, որ ազնվանց որդիկ հասկացին եւ ճանաչեցին ասելով. «Սա մհերու ձիու ձենն էր»։ Բոլորը ոտքի կանգնեցին եւ դեպի ձայնի կողմը գնացին, ապա ամենից առաջ մհերը հասավ, ավդալական շորերը թափեց, իրա իսկականները հագավ։ Ձիու աչքերը պակեց, տղերքինը դարձրուց մի այլ ճանապարհով զենքերը վրա առավ ու ձինը նստեց։ Արդեն զորքը վրա տվեց։ Մհերը իրա սովորականին համեմատ աջ ու ձախ կսկսեր ճեղքել զորքը, ծորել եւ ծոր թփել, ամեն ծորին 1500 վեր կընկներ, 1500 որ կթմմեր, մեկ գլխու վրեն օմբակ կվիլար։ Ապա սաստիկ կոտորածի ժամանակին ազնվանց որդիքը լիահույս հասկացան, որ մհերը կենթանի է եւ զենքը թշնամիներու քամակից վրա դրին։ Առաջուց մհերը եւ հետնուց սասունցիքը այնպիսի ջարդ տվեցին թշնամիներին, որ ամբողջ Հալաբի դուրանը դիակակույտ դարձավ։ Երբ զորքի մի մասն էր մնացել, Համզա Փահլևան Մսրատ թագավոր պահված էին, մհերը ձայն տվեց. «Քեռի Թորոս եւ իմ սիրելի ազնվանց որդիկ, քամակիցը, որ սկզբնաչարերը չփախչեն»։ Ապա վրա տվեց քեռի Թորոս, կենթանի բռնեցին Համզա Փահլևանին եւ Մսրատ թագավորին, զորքից մի լրատար չազատվեց։ Վեր առան թշնամիքը, Հալաբու պալատը բերեցին։ Մհերը գահը նստավ եւ հրամայեց, որ իրա աներ Հալաբու թագավորին բերեն ու շարեն Համզա Փահլևանի եւ Մսրատ թագավորի հետ։ Երեքին միասին այնպիսի դժնդակ մահով սատկեցրեց եւ փշրանքը լծոտողներին լցրել տվավ։ Նորից սուքն ու շիվանը փոխվեց խնդության եւ ուրախության։ 5 օր մնալուց հետո մհերն ու քեռի Վեքոնը նստած էին պալատ, քեռի Թորոսը ու մի քանիսները ներս մտան, խոնար գլուխ տվին։ Վեքոն ու Թորոսը միասին սկսեցին խնդրել մհերից. «Մեր տեր, մեր օջախի ճրակ, դե համեցեք միասին առնենք մեր հասարակության մայրը եւ գնանք մեր սեփական Սասուն»։ Դա անկարելի եղավ։ «Չեմ գա, որ չեմ գա», եղավ մհերի վերջին խոսքը։ Վեր ելան ազնվանց որդիկ, կիսով չափ տրտում եւ կիսով չափ ուրախ գնացին իրանց Սասուն։ Մհերը մնաց Հալաբ կթագավորեր։ Իրա ձեռքի տկի ժողովուրդը բոլորը դարձուց ուղղափառ։ Մի օր մհերը պալատի մի լուսամուտին էր նստած եւ գոհարը մյուս։ Հանկարծ հեռվանց մի ձայն եկավ։ Ձայնին հետևելով տեսան այսպիսի բան. ձայնը կբացվի. «Աման մհեր, մեկիկ մհեր, քո բախտն ընկնիմ քո ձիուն, ազատիր ինձի անիրավ կախարդ աստղիկից»։ Դավան քաղաքացի խորմանուկն էր կանչողը, 7 եզի ղուվատ ունի։ Մի այլ չարագործ մարդ օդի միջով կսլանար, կհալածեր նրան։ Դրանց երկուսի աչքը մի աղջկա վրա կեղնի, որի անունը Դեղձուն կսվի։ Խոր մանուկը մի օր աղջիկը կառնի, կփախչի եւ սարի կողք կկերթա, մի այրի մեջ կզետեղվի, բայց կախարդ աստղիկի ձեռքից չի կարնա ազատիլ։ Ապա խոր մանուկը չարենը կտրված այրի դուռը կշինե քարով, աղջիկը մեջ կթողե եւ իրա վահանն ու զենքը կառնե, կելնե աստղիկի դեմ։ Աստղիկը վերից, խորմանուկը ցածից, նա հարվածելով, սա պաշտպանվելով կուգա իրանը կհասցնի մհերի թախտին։ Երբ այդ բաները մհերը լսեց, գոռաց առյուծանման. «Էй աստղիկ, բավական է ինչ որ մինչև հիմա արել եք, դուք գիտեք, բայց երբ այդ մարդն իրան գցել է իմ բախտ, ես իմ գլուխը կտրել կտամ ու իմ բախտս չեմ կորցնի»։ Մհերը երբ այդպես ասեց, կախարդասարք աստղիկը թորգեց խոր մանուկին մհերի դեմ կանգնած եւ անցավ։
ապա այն ժամանակ, երբ մհերը տակ-տակ խոր մանուկի հետ կխոսեր, անորա աստղիկը տեսավ, որ մհերը իրան ուշ չի դարձնի, այլ մանուկի հետ կխոսե, ետ դարավ մհերի քամակի կողմից մի այնպիսի գյուրս հարվածեց մհերի վզին, որ մհերը խելամաղ 2 հարկանի լուսամուտիցը ցած գլորվեց։ Աստղիկը իջավ մհերի կրծքի վրա և սուրը հանեց, որ պիտի գլող կտրեր, գոհարը, որ դեմ ի դեմ նստած էր, իրա կուրծքը բացեց, իրա ծծերը դուրս հանեց և աղաչեց աստղիկին. «Աման աստղիկ եղբայր, իմ մեկիկ մհերինը սուր մի պարզիր»։ Եվ աստղիկը լսեց գոհարի բարեխոսությունը, մհերինը ոչինչ չարեց, գնաց իրա ճանապարհի հետ։ Մհերի խելքը վրա եկավ, մանուկը կանգնած է, գոհարը լուսամուտը լաց կլինի։ Մհերը նստեց և սկսեց հետևյալ խոսքերը. «Գոհար, դու ինչու քո կուրծքդ բացիր, են շանը ցույց տվիր, միթե դու նպատակ ունիս ինձանից Սավայի մի քանիսն էլ ճարես, ուխ տեղնի, սրանից 7 տարի դու ինձի քույր ու մեր, ես քեզի հեր ու աղբեր»։ Եվ հրամայեց. «Մանուկ, ասիր ծառեքին, որ իմ ձին դուրս բերեն», և րոպեին կատարվեց թագավորի հրամանը։ «Գոհար, ինչպես աստղիկը միամիտ ինձի քո դեմդ զարնեց, ես էլ այնպես աստղիկը բերեմ քո դեմը զոհեմ, նորա հարվածիցը լավ էր, որ ես մեռնեի և ոչ թե դու քո կուրծքդ բանայիր և իմ մասինը խնդրեիր»։ Մհերը ձինը նստեց և րոպեին, որտեղ որ էր, աստղիկինը դարձուց բերեց գոհարի դեմ։ Աստղիկը աղմկելի ձայնով աղաչեց. «Աման գոհար թագուհի, ինչպես ես քո խնդիրը լսի, նույնպես էլ դու իմ խնդիրքը լսե և ինձի ազատիր մհերի ձեռքից»։ Վերջի խոսքը դեռ բերանն էր աստղիկին, մհերի գյուրզը թիկնա մեջքին բռնեց, գյուրզն ու դիակը միասին գետին գնացին։ Աստղիկին, որ սատկացրուց, ետ դարավ խոր մանուկի վերա. «Մանուկ եղբայր, ես քո ուժի որքանությունը գիտեմ, բայց դու մի կանգնիր, գնա, որդի որա, իմ աղջիկ քո նշանածդ բեր այստեղ»։ Խոր մանուկը գնաց, առավ դեղծունինը, բերեց, եկավ։ Մհերը իրա երդման համաձայն խոր մանուկին դրավ թագավորական թախտի վրա և պատվիրեց ասելով. «Այսպես կկառավարես քո աշխարհը»։ Ինքը բառնալ տվեց մի քանի օրվան պարեն, մի քանի ծառաներու հետ գնաց հեռու մարդկային բնակությունից և այնտեղ չադր խփեց և ծառայքը ետ դառուց։ Մհեր նորական 20 թերթ կգրեր, ճանապարհներու վրա կձգեր։ Թերթերը կգտնեին, զանազան քաղաքներ կտանեին, որոնց մեջ գրված էր այսպես. «Ես սասունցի մհերս գնացի լեռան կողմը, որպես թե վարքս մաքրեմ, բայց հիմա այնպիսի մերձամահ տկարության մեջ եմ, որ այլևս չկա փրկություն»։ Կարդացող լսողները բոլորը թշնամի էին մհերին։ «Էլ սրանից լավ օր չի լինի», ասեցին նրանք։ Խումբեր կազմեցին, 1000-ից մինչև 4000 ու վրա կգային։ Մհերը ոտքի կկանգներ, բոլորին կկոտորեր, ամիսներ ու տարիներ մհերը այդ դերի մեջ էր։ Բայց մի օր հանկարծ մարդս ինչ որ ման գա կգտնե, մհերը այնպիսի ծանր հիվանդութենե բռնվեցավ, որ առաջինները թե սուտ էին, իսկ վերջինը ուղիղ։ Մհերը թող մնա իրա տեղը, մենք ետ դառնանք գոհարի վրա։ Շաբաթ նորա պարենը կուղարկեր։ Մի երեկո նստած էին գոհարն, խորմանուկն ու դեղծունը կխոսեին այդ նյութի վրա։ Գոհարը ավելացրեց. «Քույրիկ դեղծուն, դու որ ռամ թալել գիտես, մի քու պղնձյա ճաները հան, մի ռամ թալ քո աղբոր համար, տեսնենք ինչ վիճակի մեջ է»։ Երբ ռամը թալեց, ճշտորեն հասկացավ մհերի վատ դրությունը։ Ամախոր մանուկը կատարյալ افلاطին էր բժշկության մեջ, բայց ինչ արած, ձեռքը չի հասնի։
Հիշյալ րոպեին ձիերը դուրս հանեցին եւ հեծան, մինչև լուսաբացին տեղը հասան, որտեղ էր մհերը։ 5 օր մնացին այնտեղ եւ կատարյալ բժշկություն գտավ, բայց Գոհարը նորից գրեց ազնվանց որդոց։ Մինչև մհերը առողջացավ, ազնվանց որդիկը եկան, քեռի Թորոսը սկսեց. «Որդի, այդ ինչ խելք է կբանեցնես, դու մի օր լեռան կողը կմեռնիս, քո դիակն էլ չի երևա»։ «Ինչ անեմ, քեռի Թորոս, երդված եմ»։ «Թող քո երդումդ ինձի պատժե, դու 7 տարու վրա երդված ես, սա 3.5 տարի դու այդտեղ ես, 3.5 ցերեկ, 3.5 գիշեր, ահա, քո երդումդ անցավ, դևեր, այդ խելքդ խելք չէ»։ Առան եկան Հալաբ։ Երբ Հալաբ եկան, Հալաբույ իշխանությունը հանձնեցին խոր մանուկին եւ իրանք մեծ զորքով գնացին Մսր։ Ինչպես Մովսես, գերությունից դուրս բերին հայերին մինչև Սասուն քաղաք։